Սիրելիներ, բոլորիդ կողջունեմ Հիսուսիս ջերմ սիրով։ Ու կուզենամ միամ հրաշք վկայեմ, թե ինչ տեղ ունեցավ, երբ մայրս մահացավ նոյեմբերի 21-ին։ Ես տեղադրել էի տեսանյութ, որպեսզի աղոթեի, որ Տերս հետ վերադարձներ մորս։ Ու ես կմտածեի, որ Աստծո կամքն որ ինքը հետ կա, ինքը չի ապաշխարե, ու երբ որ իմ աղբորս աղջիկը տեղյակ պայեց, թե մաման էլ չկա, մեծ աղջիկը սկսեց լացեղնել, մոտեցա մի լաց, Աստծո ժամը հասել է։ Քելեք գլխաշորեր վերցրեք, էշտանք աղոթենք, թող Աստված մամային հետ վերադառնի։ Պարզապես Աստված պիտի դժոխքն ու դրախտը ցույց տա ու հետ վերադարձնե, ես դուր կսպասեի։ Որովհետև Աստված ինձ երբ որ մի անգամ բացեց սա, որ կվերցնե, ես շատ ծանր տարա, գիշերը լաց եղա ու չէի կրնա քնեի։ Էլ Աստված այդ մասին չբացեց, իմ սիրտս պատրաստ չէր։ Ու ես առանց լացեղնելու երեխեքին չթողի լացեղնեին, սի Աստծո ժամանակը հասել է։ Էշտանք աղոթենք, թող Աստված հետ վերադարձնե մորս։ Ու ես գլխաշորը կապեցի ու սկսեցի աղոթել։ Կաղոթեի ու կխնդրեի, որ Տերս հետ խրգե մամային, որովհետև կսեի, ինքը քեզի համար հեչ բան չի երը, ինքը մեզի համար շատ բաներ երեք, բայց քեզի համար հեչ բան չի երը։ Ու երբ որ կուզեին ձեռքերն ու ոտքերը կապեին, որ ինչ որ կսարի, հետո չեն կրնա բանենեն, չարտեն բդու իրար վրա տնեն եւ այլն, չդեմ ես տոնցից, չդեմ չեմ հասկնա։ Ես սկսեցի բարձր լացեղնել։ Թողեք իմերս հետ պիտի գա։ Քանի անգամ ուշքս անցավ ու կճվամ, ճճամ գա։ Ու հազիվ ինձ մորս վրայից հանեցին։ Ֆուդներից բռնել էի, քսեի կուկամ հետ այդ մաչամ։ Ու հետո երեխեքս եկե մամա կուլայն հետս մամա հավատա Աստված ետ կղրգե դու այնքան բաներ ես սիրե Աստծո համար ինքը կղրգե հետ Էլա մոշկույսի մենք քիչ տանք տուն Եբա կուզես տուն քնա դու շատ վատ ես տաքսի կանչենք չէ կուզեմ տուն էշտամ տուն աղոթեմ ոդկով կուզեմ էշտամ տուն որովհետև ես միշտ ոդկով կուկայի իմ մամայից տեսնելու ոդկով աղոթելով աղջիկներից հետ էլա տուն ու կմտածեմ, որ ներսով ինչ-որ ինքնձի համար մեռած եղնի, բայց արտաքինից ես կհավատամ, որ պիտի ետ կա, մոշ կուրիսեցի, մամա այսօր ետ կուկա, կխրգեք, թող կա մեր տուն ինքը թող կա, ես էլ չեմ կա, ես գիտեմ, որ Աստծո համար անհնարին հեչ բան չկա, Աստված ամենակարող Աստված է, ու երբ որ եկա տուն ամբողջ գիշեր Տերս հետը սկսեց խոսալ ամբողջ գիշեր Տերս հետս կխոսար մի հատ երազ էի տեսե այդ մեկնությունը բացեց որ նոր քանի օր առաջ էի տեսե Եսօր մի հատվածը բացեց երբ որ մոշկուրս իր երազը պատմեց ինչ էր տեսե իմ ամուսնուս մավան օրը Շատ մեծ հրաշք տեղ ունեցավ ժողովուրդ ջան, որը հիմես երազից հետո կպատմեմ։ Երազից մեջ տեսա, որ ինչ որ մեր տունը դիք իմ տունս էր, բայց այն չուլանը, որ նոր չուլան էր, այդտեղ տեղադրված էր, չուլան չէր, դարել էր կոֆելոտ սիրուն կուխնի խոհանոց, 4 հատ կասկար, 2 հատը
այս կողմի վրա, երկու հատ է այս անկյունի վրա, ասպես այս կողքը էլի, ասպես այս կողքի վրա։ Ու պատերը մուգ սևի ու սպիտակի մեջ էին իրանք, մուգ էր պատերը։ Սիրուն էր, բայց կենտանություն չկար։ Սի մենք սպես կողնի ունենք ու ես խաբար չեմ, բայց 4 հատ գազը ինչի համար են։ Այ ես մի ցեսի կպատմեմ ու ինչ որ բաներ էլ Աստված կբաց է ինձի։ Հետո մամաս մահացած չէր դեռ։ Հետո ես տեսա որ ես զանավեսկա կկախեմ տունը։ Մաման սարից քիչներ, վար քանիմ հոգու հետ ես չգիտեմ այդ քանիմ հոգին ով է։ Եկավ ու ձուն էր, սոխ ճոմպեն սպիտակ ձուն էր, սպիտակ ձուն։ Ու այդ մոտեցավ ինձի մամասավ, բեր քեզ օգնեմ զանավեսկեն կախե։ Սի չէ մաչան, ձե օգնել պետք չէ, սավ լավ թե կեշտամ Օվսանին կօգնեմ, Օվսանն է մոշկուրիս հարսն է։ Ու այդպես իմ երազս վերջացավ, իշքան որ հիշեցի, պատմեցի։ Այդ գիշերը երազիս մեկնությունը տվեց։ Սավ 4 հատ գազը, սոխ գիշեր հետս խոսացե ունձի մխիտ արել է, սոխ գիշեր։ 4 հատ գազը սավ 4 երեխեք դեն, 2-ը տղա, 2-ը աղջիկ, ամեկը մեկ կողմը։ Բայց իրանք սիրուն կերևան, իմ երեխեքս շատ սիրուն են 4-ն էլ։ Բայց օգուտ չեմ բերը։ Հետո հա երազիս մյուս դրվագը մոռացա, տերս հիշը ծրեց։ Հետո այդ չուլանը փոխվավ, դառավ մեկ ուրիշ, այդ կուխնին փոխվավ, դառավ չուլան նորից ու տեղ տեսա լիքը պարգով, պարգեր էր շարած ու մեջը երևի այլյուր։ Աստված ցույց տվեց, որ մի ակնթարթում փոխվավ։ Ու ես տեսա, որ հա այսի գիրոք չուլան էր, այսինքն պախոց էր, ուժդեղ որ ալուրը դիք որ հացն է, Աստծո խոսքը հացն է, Աստված ցույց տվեց, որ քու 4 երեխիդ ես կվերածեմ Աստծո խոսքը տարածողների, Աստծո խոսքը կիրագրողների, ուսպես կբացվերի մեջս։ Նա ինձ ցույց տվավ, որ ես էլ մորս օգնության կարիքը չունիմ։ Ու մերս սավ էշտամ Օվսանին օգնեմ։ Ու երբ որ ես Օվսանին մոշկուրիս հարսին տեսա, ասի կարող է դու նյութական օգնության կարիք ունես, սավ չէ։ Մյուս հարցն է սավ թե ինքը էմոցիոնալ շատ ծանր վիճակի մեջ ամեն ինչը շատ ծանր կտանես։ Տես որ մերս ինձի ցույց կուտար որ դուք օգնության կարիք ունես։ Հետո ինձի սավ քո մամատ իմացը։ Հա, այդ ձան պահը, ուրեմն մոշկուրս այսօր կպատմեք սե Աննաչա մոշկուրս Երևանի ծովունի կապրի, մեր տունն էր մնացե, կսե Աննաչան, կսե Եսօր սենոն մահացավ, այդ օրը կսե տեսա, ձուն էր տուսը, սպիտակ ձուն էր։ Այդ պահը հիշը ծրեց, էլ իրա նախքան մեռնելը։ Ու հետո իմացանք, որ մահացավ, էլի բաներ էր տեսե, որ եղաններով իրար կծեց էին, մարդիկ, ու դորից հետո մահվանից հետո ինչ-որ կռիվներ եղավ։ Ես մի բան եմ հասկացա, որ Աստված ու մոշ կվերցնե ու ես իմացա, որ իմ ամուսինս երկինք է գնացել, իմ տեղես է պատմեց, ստեղ Աստված ինձի պատմել կուտա, որովհետև ոմանք է իրանց երազների ու հարցերի պատասխանները պիտի ստանան։ Աստված ցույց կուտա, որ մոր երկինք տանին կսպիտակ ցուն ցույց կուտա։ Հա, իմ տղես սավ թե մամա ես պապային երազի մեջ տեսա, թակաղի մեջ էր բարգած, կողքը հավաքված էինք, շատ մարդիկ կայինք, սե լավ նստավ թակաղի մեջը ու սավ արեք էշտանք տուն։ Այդպես մեկին էլ էր երազի մեջ ցույց տվե, սել էր սենոն գնաց տուն, ինքն է կյանքի խոսքից էր, ասենք ամուսնուս էլի մոտիկ էին էլի, սպես եմ կիսրոջս կողմից։
խնամիկ ու կային ինչ իրանց հարսին էր ցույց տվել։ Սպիտակ ձույնը ու ես ինչով գիտեմ, որովհետև հիմա մայիս է սպիտակ միջով իջնելով ցույց տվեց ընձի, նաև ամուսնուս էր ցույց տվել, ես օրինակ չեմ տեսել, ես իմ երազիս մեջ եմ տեսել սպիտակ ձյունով, բայց ամուսնուս չեմ տեսել սպիտակ ձյուն, ուղղակի պես որ կամաց Աստված կբացեր, հետո սավ աղջիկս լացավ սավ մամա, հավատան չի լաց կեղնես, համ սպես քեզի համար լավ կեղնի, համ իրա համար լավ կեղնի, ու իրոք ինքան ճիշտ խոսած, տիրոջից խոսած, որովհետև իրոք Իրա երկինք տալ ընձի համար էլ էր շատ լավ, շատ հարցերով, որովհետև իմերս շատ կտանջվեր։ Ինքը հանգիստ քուն ու տատարը չի գիտեց է ինչ է։ Ու հմի սավ հարսը գնացել է փեսայի մոտ, հարսանիք է, դուն չի կուլաս։ Իրականում ես մի բան եմ հասկացա, որ մարդիկ ինձ պետք չէ որ մխիթարեն։ Հմի։ Ինչի համար մխիթարեն, երբ որ իմերս կաբրի լավ կյանքով հմի։ Պետք է մխիթարեին այն ժամանակ, երբ որ իմերս կենտանի էր ու կտանջվեր։ Այսօր մենք ավելի շատ մխիթարության կարիք ունենք ամենեքս, քան Հիսուսով ննջեցյալները։ Ուրեմն այնքան ուրախություն իջեցրավ մոդս, այնքան հանգստություն իջեցրավ մոդս։ Ես զարթնել եմ, գերբնական ուրախություն ու խաղաղություն է մեջս։ Գերբնական հանգիստ է երկրորդ օրը մեջս։ Ես չէի պատկերացնել, ես իմ մորս թագաղի կողքը կրնամ հանգիստ ու անտարբեր նստի, ուտկան ուրախությունով։ Ես չէի կրնա պատկերացնել, ես իմ մորս կնամ պես հանգիստ հրաժեշտ տամ։ Իշխոր հոգևոր առումով անալգին Դիմիտրոլ սրած կաձեղնի Աստված, թմրած վիճակ, որ կուրախանամ ու կցնծամ, որ իմ մերս երկնքում է։ Գնացել եմ կպատմեմ, կվկայեմ այն մարդկանց, որոնք որ լաց կեղնին, ունձի համար մեզ սաղը վախեցած էին։ Երեխեքս ընկե վրես գուլան վախեցած։ Կսեն Աննա 4 երեխիդ մասին մտածե։ Երկրորդ օրը ես արդեն մարդկանց կմխիթարեի։ Մամայիս ընկերներին, ընկերուհիներին, ներողություն ընկերուհիներին, լացեղնողներին։ Ես կմխիթարեի ու կսեի, ինքը երկնքում են չի քուլաս, ինքը լավ է։ Ախպորս աղջիկ կսե, որովհետև հորկել չենք տեսնի իրան, կսեմ ազես, մենք բոլորս է նույն տեղը դեշտանք, իրար կտեսնինք, ինքը միշտ մեզի հետ է։ Ու եկել եմ կսեմ տեր չան իշքան լավ է, որ դու մեր աղոտքներին չես պատասխանեմ մեր ուզածի պես։ Ես կսեմ մամայիս ետ խրգե, դու տարել ես ինքը հասետ նորմալ կյանքով կաբրի, մենք են կապրիս կեղտոտ երեխեքի պես կուզենք մեր սած առաջյանը։ Իշքան լավ է, որ մենք պարզապես կրնանք աֆեկտի տակ մեր ուզածները պահանջենք, բայց Տերը գիտե չէ ինչ է պետք մեզի իրականում։ Ասեմ իշքան շնորհակալ եմ քեզնից, որ դու ինձի չլսիր ու իմ մորս հետ չվերադարձրիր։ Ինքը հմի լավ է, ինքը շատ լավ ու ես իրա հետ կապված հանգիստ եմ։ Հմի ես պետք կանգնեմ իրա մոդիկների, իրա ընկերուհիների, իրա քրերի կողքը։ Հիմա արդեն մորս խրգինք երկինք, ինքը մեր տունը մնաց, մենք կաղոտեինք։ Ու այդ խաղաղությունն ու հանգստությունը եկավ նաև ձեր աղոթքների շնորհիվ Ժողովուրդ ջան, ես տեղադրել էի որ աղոտեիք մամային հետ վերադարձներ։ Շնորհակալ եմ Աստված օրհնեցել, որ ես որպես հանգիստ եմ, որ ես որպես խաղաղ եմ, նաև պատճառն է որ իմ խմբագից բոլոր քորերը իմ կողքս կանգնած են։ Ու նաև դուք եւս։ Ինքան շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար։ Մեր քրերի աջակցության համար։ Կային խմբագից մարդիկ, որ
գումարներ էին ուղարկել, քուր զանգել եք սե, Աննա ջան, մի դու դոր կարիքը շատ ունիս։ Զոհաբերություն չէ, գիտես քեզ են կորտն է։ Իրականում այդ զոհաբերությունը ինձ ուրախացրեց է, ինձ այնքան ուրախացրեց, որ մեր խմբակը իժոք կենտանի է Աստված կգործե, որ մենք իրար կսիրենք գործնականորեն։ Այն թևեին իմ խմբակս իմ կողքս կանգնած, երբ որ ես լասկերնեի սաղը տխրել էին, սաղը կողքս կանգնած էին, հիվանդության պահին մինչև վերջ։ Ինչքան մեծ սեր կա մեր խմբակի մեջ, ինչքան ջերմություն կա, ինչքան ես կզգամ Տիրոջս ներկայությունը, ու նաև ինչքան կզգամ, թե մարդիկ են հավաքվել, որոնք որ կուզեն փոխվին, երեխի պես կլսեն ու կփոխվին, ու ինչքան փոփոխություններ կա իրանց կյանքերի մեջ։ Մենք օրական 4 անգամ իրար հետ ենք։ Առավոտ 6-ին 10 պագաս օրը կսկսենք Աստծու աղոթքով, կաղոթենք բոլորս։ Շնորհակալություն քայլենք ամեն ինչի համար ու կաղոթենք մեկս մյուսիս կարիքների համար։ Ժամը 11-ին Աստվածաշունչ կուսումնասիրենք։ Ժամը 6-ին կերակուրներ կպատրաստենք միասին։ Ինքան հաճելի մթնոլորտ է մեր եկեղեցում։ Ժամի 9:30 կաղոթենք Տիրոջից, շնորհակալություն քայլենք, որ քնելուց առաջ եղնենք Տիրոջ հետ։ Ես փառք կուտամ Աստծուն, որ կա մի հատ եկեղեցի, որտեղ որ այդ եկեղեցու հովիվն ու առաջնորդը Աստված է։